Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք տարածաշրջանային վերլուծական ծրագրի հերթական հաղորդումը։ Մինչև ծրագրին անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքի, սեղմեք լայք, գրեք տակը ձեր ցանկությունները, ձեր կարծիքը եւ խնդրում եմ կիսվեք ձեր ընկերների հետ, որովհետեւ հաղորդումը իրենից ներկայացնում է ավելի շատ բարոյախրատական, ապագա սերնդի, դաստիարակչական եւ այսօրվա մարդկանց աչքերը բացելու ընդհանուր ծրագիր, քանի որ հաղորդումը իրենից ներկայացնում է ոչ թե այն ինչ կատարվում է, այլ դրա վերլուծությունը եւ բարոյական խրատ մեր ազգի ապագայի համար։ Այսօր մենք կխոսենք շատ չնչին Հայաստանից եւ տարածաշրջանից, քանի որ այսօրվա լուրերը տարածաշրջանից այդքան էլ մեծ չեն։ Ուղղակի Հայաստանը մի բանով աչքին գա, որ Լավրովը եկավ եւ էլի ինչպես միշտ Հայաստանի իշխանությունները ում տեսան նրա տակ դուդուկի տակ սկսեցին պարել, սա բնական երևույթ էր իմ տեսանկյունից, ճիշտ է դուրս չեկա, որ Լավրովը եկել է եւ գնում է ցուցադրաբար Եղեռնի հուշարձան, թշնամիները գնում են հայ ազգին սպանելուն, տեսնեն թե ինչքան են սպանել, հայի դավաճանները, դավաճան ղեկավարության հետ գնում են իանան իրենց սպանածների գնով։ Իմիջիալոց նա եկել էր Թուրքիայից, ստանդարտ բառեր, մենք համաձայն ենք, սա նա, պիտի բանակցեն եւ այլն։ Իրականում Լավրովին ոչ մի երկիր չեն թողել, ուղղակի նրա բարեկամ երկիրները, այսպես ասենք, մնացել են Թուրքիան եւ ստիպված հայկական ստրուկ իշխանությունը, դրա համար էլ նա եկավ Հայաստան։ Կարճ եւ կոնկրետ, ուրիշ բան չեմ կարող ասել, քանի որ նրանք չկան աշխարհում, այնքան ինչ որ անեն։ Ինչ է կատարում Ուկրաինայի ճակատում, ոչ մի ինչ որ առաջընթաց մեծ էական չկա, ոչ մի հարցում չկա։ Իսկ ինչի է ժամանակավոր դադար, քանի որ ռուսական ուժը վերադասավորվում է նոր հարձակման համար, ըստ երևույթին իհարկե փոքր տեղային հարձակում կա։ Ուկրաինան էլ սպասում է մեծ զենքի քանակ ստանալու, որը Ամերիկան արդեն հասցնում է տեղ։ Այսքանով մնանք ընդհանուր իրավիճակին։ Հիմա ես ձեզ կներկայացնեմ աշխարհի մի հետաքրքիր պատմություն, որը մեր մարդկության կյանքի վրա շատ մեծ ազդեցություն ունի մինչև այսօր։ Նյութը շատ հետաքրքիր է, խնդրում եմ տեղավորվեք եւ լսեք։ Մեր կյանքի վրա շատ մեծ նշանակություն ունի մինչև այսօր։ Նրա օգուտը եւ վնասները մենք քաղում ենք ոչ միայն հայազգով, այլև քաղում ենք ամբողջ աշխարհով, ամբողջ բնակչությամբ։ Մենք հաճախ օգտագործելով ցանկացած սննդատեսակ կամ մեր համար առօրյա ասենք ինչ որ որևէ մի իր, մենք չենք հասկանում թե այդ իրը իրականում ինչ գին ունի։ Հասկանում եք, չէ՞։ Ինչ գնով է դա հասնում մեզ։ Մենք ուղղակի օգտագործում ենք դա, պետք եղավ դեն ենք նետում, կապ չունի դրա համար ինչքան ենք վճարել, թանկ թե էժան, ուղղակի մենք ցանկանում ենք, դա մեզ արելևս պետք չէ, դեն ենք նետում։ Բայց կան իրեր, որոնք մարդկության համար համամարտկային բոլորիս համար դա ունի հաճելի, քիմքին հաճելի սնունդ է, բայց նրա պատմությունը մենք չգիտենք։ Գիտենք ուղղակի մոտավորապես, այսպես թեթև էլի։ Խոսքս գնում է շաքարի մասին, որի արտադրությունը շատ մեծ, շատ մեծ, բազում միլիոնավոր զոհեր է իր հետ տարել, ըստ որոշ տվյալների միայն Աֆրիկա մայրցամաքից 26 միլիոն, թե ինչքան է տարել Ամերիկայում եւ այլ տեղերում, հայտնի չէ, ես մոտավորապես թվերով կասեմ, դուք կպատկերացնեք, ինչ ահռելի թվերի մասին է, իմիջիալոց 26 միլիոն, դա 1700-ական թվականների թիվն է, 26 միլիոն զոհ շաքարի համար, որ մարդիկ շաքար ուտեն։ Նախ սկսենք նախապատմությունը, որ հասկանանք ինչ է իրենից ներկայացնում շաքարը։ Մենք հա բոլորս գիտենք, ուտում ենք, բայց ինչպես է նա ստեղծվել, այսպես ասեմ։ Քանի որ Ասիան էր համարվում ամենալավ քաղցր մթերք, մենք ունենք Հայաստանը, Միջին Ասիան, բոլոր երկրները արևելքն էին հանդիսանում քաղցրեղենի հիմնական կետը, իսկ Եվրոպան որպես մայրցամաք, ցուրտ խոնավ մայրցամաք էր, եւ եվրոպացիները, երբ որ խաչակիրները եկան, ասել եմ, ես այս մասին հաղորդում ունեմ, կկրկնեմ ովքեր չեն նայել, կարճ խաչակիրները եկան, իրենք եվրոպացիներ, որ ապրում են ընդհանուր փնթի վիճակում, շատ ցածր էր նրանց կրթական եւ ամեն ինչ մակարդակը, քան Ասիային է, իրականում նրանք Ասիայից սովորեցին ավելի շատ կրթության, մաքրության, հիգիենայի բաներ, քան Եվրոպայում կային։ Ինչպես պատմությունն է ցույց տալիս, նույնիսկ մինչև 19-րդ դարը եվրոպական քաղաքներում, օրինակ Նյուրնբերգում մինչև 20-րդ դարը եղել են տան մեջ զուգահեռները գիտեք ոնց է եղել, շենքի կողմը դուրս է եկել, ասենք բակի կողմ, ունիտազը, այդտեղ միանգամից ծակ է եղել, կեղտոտել են, ընկել է գետի, այդպիսի բաներ եղել է։ Իսկ եվրոպական հզոր իշխանները, թագավորները, կայսրները պալատներին չէին մեծ կառուցում, որովհետև ֆրանսիացիք ինչու հայտնաբերեցին օծանելիքը, որովհետև մարդիկ, որ երկար ժամանակ չէին լողանում կամ ինչ որ
ուտելիք էին, չէր, բնականաբար պատկերացնում եք անընդհատ միս են կերել եւ ուրիշ ոչ մի բան, միս, ձուկ, կիսահում եւ այլն վրաներից հոտ է եկել։ Եվ պարբերաբար նրանք տեղափոխվում են եւ ասում են, որ պալատների պատմությունը ասում է, որ պալատների դուռ պատուանը օրերով բաց են թողում, որ օդափոխվի, հետո նորից գային այս պալատ։ Իմիջիալոց, բայց Եվրոպան, քանի որ ստիպողաբար զենքի ուժով, սպանություններով ստեղծվեց քրիստոնեությունը պապի իշխանությամբ դառավ Եվրոպայում իշխող կրոն, իրար մեջ պատերազմները չէին կրում, ես միշտ ասել եմ, այն կարգի արյունարբու բնույթ ինչ որ կրել են Ասիայում կամ Աֆրիկայում կամ մյուս մայրցամաքներում։ Դրա համար ինչ որ կրոնական եւ հոգեբանական միասնություն կար Եվրոպայում, դրա համար եվրոպացիները նաեւ կարճ եմ ասում, պապը ունենալով միշտ մինչև հիմա էլ պապը հրեական ծագում ունի, նրանք ցանկանում էին գտնել հին ոսկիները Սողոմոնի, որն էլ հաղորդում ունեն մասոն 1, մասոն 2-ում պատմել է։ Չնայած որ զոհերը միշտ եղել են քրիստոնյաներ, բայց այդ քրիստոնյաները եկան, հասկացան, որ օրինակ հաց ուտելուց առաջ պիտի ձեռքերը լվանալ։ Հասկանում եք, դա սովորեցին Կիլիկիայով անցնելուց, Բյուզանդիայով անցնելուց, վերջապես Երուսաղեմ հասնելուց։ Նրանք սովորեցին, որ քաղցրը ինչքան համեղ բան է, եւ գնալով բնականաբար մի բանը, որ Եվրոպայում չկար կամ շատ քիչ էր միայն թագավորների համար, պատկերացնում եք, գրավածը տանելով, իշխաններով, այսպես թագավորին քսմսվելով, դա ներկայացնում էր անմահական, Աստծո տված երևույթ, եւ դրա համար մարդիկ սկսեցին, որը հաճելի է, որ ունեն զորք, ունեն զենք, ունեն մարդասպանների խումբ, սկսեցին տվյալ երկրներից ներմուծել քաղցրը։ Այսպես է եղել շաքարի հանդեպ ցանկությունը։ Հա, քաղցր սնունդ եղել է, բայց որ անընդհատ լինի, սա Եվրոպայում բավական մեծ խնդրեմ է եղել։ Հետո դրանից հետո որ սկսեցին արդեն շաքարի հանդեպ ցանկությունը, իսկ շաքարի ամբողջ ճանապարհը ներկրվում էր արևելքից, արևելքի ճանապարհին հիմնականում չէ, Կոլումբոսը ինչն էր ուզում հայտնաբերել Հնդկաստանը, որովհետև այնտեղից եկող հիմնականում Հնդկաստանը միշտ էլ ունեցել է շատ մեծ բնակչություն, այնտեղից եկող սնունդը ապրանքները դժվար էին հասնում, արանքը հարյուրավոր հարկեր էին տալիս, Եվրոպայի համար թանկ էր, եւ Օսմանյան պետությունը, որ ստեղծվեց, նա լրիվ փակեց ճանապարհը, չհասված ճամփի բազմաթիվ թուրքական ցեղերը, որոնք չէին ենթարկվում օսմանների, մի խոսքով դրա համար մարդիկ որոշեցին նոր մայրցամաքներ գտնել, սա կարճ եմ անդրադառնում, բոլորի մասին ունեմ հաղորդում։ Եվ երբ որ Կոլումբոսը գտավ Ամերիկան, երկար ժամանակ Ամերիկան նվաճված չէր հարգելիներ, սա մտել էին մի երկու կղզի էին վերցրել, այնտեղ Դոմինիկան եւ այլն, այսպիսի կղզիներ, Իսպանիոլն էին ստեղծել Իսպանիայի, Մեքսիկայի ափին, հետո դա մեծացավ մի խոսքով եւ սկսեց արդեն սկզբնական շրջանում տարածքներից սկսվում էր ոսկու հանելը, շատ արագ ոսկու հանելը, երբ որ այս ոսկու տենդենսը բրծավ, արդեն 16-17-րդ դարում, որ երկրները ավելի հզորացան, զենքերը արտիականացվեց, բնակչությունը Եվրոպայում ահռելի քանակության էր հասնում, իմիջիալոց Եվրոպայի գետերը ցամաքել էին, դրա համար սկսվեց նաև արտագաղթ Ամերիկա նոր մայրցամաքը։ Բացի դրանից հիվանդությունները շատացել են, քանի որ սնունդը քիչ էր Եվրոպայում, ծաղիկ կանաչը քչացել էր, ամեն ինչը քչացել էր, գետերը աղտոտված են, ասում եմ, կեղտը գնում էր, դրա համար նոր մայրցամաքներ նվաճելու համար գնացին Ամերիկա։ Ես հիմա միայն շաքարի մասին եմ խոսել, տարբեր բաներ հետո կպատմեմ։ Ուրեմն, երբ որ եկան Ամերիկա, նրանք նկատում են, որ հնդկացիները ջուրը եռացնում են եւ նրա մեջ գցում են մի փոքր փայտի կտոր եւ խմում են բավական քաղցր է։ Տեսնում են ինչ է եւ տեսնում են, որ շաքարեղեգ է։ Քաղցրացնում է։ Իսկ հնդկացիները դա նաև օգտագործում են դողերոցկը անցկացնելու համար եւ բացի նրանից դողերոցկը անցկացնելու համար նա ուներ մի քանի ուժ բերող, բնականաբար քաղցր որ ուտում ես, էներգիատ քաղցր է, ուժ բերող հատկություն։ Եվ եվրոպացիք սկսեցին քիչ-քիչ, ինչպես ցանկացած խորամակ մարդ չէ, մարդկա լավ նյութից, մարդկա կարդում է, ասենք, դետեկտիվը նրանից լավն է քաղում, որ վատը չպետք է լինել, իսկ վատ մարդը հոգով միշտ վատն է տեսնում, որ ինքը օգտագործի ուրիշի դեմ։ Նույնը եվրոպացիք են, սկսեցին նրանից օգուտ քաղելու, մտածել ինչպես օգուտ քաղել։ Եվ փորձեցին առաջին անգամ շաքարեղեգը ճզմելով ստանալ օգուտ, բայց ճզմելով, որ ինքը չոր էր, այդքան շատ օգուտ չէր լինում։ Շատ դաժան էր լինում օգուտը, դժվար էր ստացվում, եւ բնականաբար նրանք սկսեցին այդ քաղցր համը սկզբում իրենց, հետո ուղարկեցին մետրոպոլիա, այսինքն կայսրությունների կենտրոնը։ Եվ իսպանացիք, որոնք արդեն քիչ-քիչ հասկանում էին ամեն ինչից, իսկ Իսպանիան կայսրությունը ամենահզորն է չհաշված հսկայական արծաթի հանքերի Իսպանիայի եւ ոսկու Ամերիկայից տոննաներով ոսկի արտահանելով, Իսպանիան
տիրում էր ոչ միայն Եվրոպայի կեսին, Իտալիա, Հոլանդիա, լրիվ Իսպանիայի տակին, չհաշված ամբողջ Ամերիկային եւ Աֆրիկայի, Հնդկաստանի մի շարք տեղերի, չեմ ասում Ասիայի, Ֆիլիպին, մի խոսքով։ Եվ սկսեցին նրանք շաքարեղեգի արտադրություն կազմակերպել։ Ինչպես էր կազմակերպում շաքարեղեգի արտադրությունը շատ ծանր ձևով։ Աճեցնում էին ամեն ինչը ձեռքով, ամեն ինչը կատարվում էր ձեռքով եւ ստացվում էր շատ չնչին քանակությամբ շաքար, որը միայն հասու էր հարուստներին, թագավորներին, իշխաններին, բայց նրա պահանջարկը, ասենք որ իրենք արդեն փորձեցին սա վերածել գումարի, գնալով հարստացնել, շաքարեղեգի պահանջարկը շատացավ եւ սկսեցին նոր նվաճած հողերը կտրել տալ եւ այնտեղ աճեցնել շաքարեղեգ։ Անտառները կտրել էին տալիս տեղը շաքարեղեգ աճեցնելու համար։ Եվ իսկ քանի որ Ամերիկա մայրցամաքում նրանք արդեն մի քանի անգամ փորձել էին սպանել ժողովրդին, տեսեք ինչ է, ես ասել եմ այս մասին, կարճ ասեմ, որ երբ որ չեն կարողանում գրավել ացտեկների պետությունը, քոսով թե տիֆով հիվանդ մի հատ մարդու վրայից վերցնում են իսպանացու վրայից մի հատ ծածկոց տանում գցում են իբր նվեր են տալիս հնդկացիներին, որն էլ հանդիսանում է այդ պետության վերացում ընդհանրապես, բոլորը վարակվում են, վերանում են, իսպանացիները գրավում են։ Փոխարենը իսպանացիները ստացան հնդկացիներից սիֆիլիս եւ այլ մաշկային հիվանդությունները ներմուծեցին Եվրոպա, այսինքն մարդկանց մայրցամաքների խառնումից տարբեր հիվանդություններ, լավ եւ վատ բաներ եկան։ Ես կարտոֆիլի մասին կարճ խոսեցի, շաքարի մասին հիմա կասեմ։ Ուրեմն տեսեք, երբ որ սկսեցին նրանք սպանել, արդեն մարդիկ չէին հերիքում։ Մարդկանց պետք էր պահանջարկի շատ շաքար, չէ, արդեն սկսում էին ոչ միայն օգտվել թագավորների իշխանները, այլև հարուստ խավներ ուզում օգտվել։ Եվ շաքարից բնականաբար արդեն պատրաստվում են, մենք գիտենք ֆրանսիական ճոխ թագակայսրները, ինչպիսի քաղցրավենիքներ եւ այլն հյուրասիրություններ, բոլորը արդեն պահանջարկ ունեին եւ պատրաստվում էին վճարել շաքարի համար առելի մեծ գումար։ Իմիջիալոց ասեմ, որ շաքարը այսօրվա գնից եղել է մի 50, եթե ոչ 100-150 անգամ ավելի թանկ։ Այդպիսի հաճույք է եղել։ Եվ բժիշկները դա գրում էին, ինչպես պահում էին իրենց փոքրիկ դեղատները, գրանցում էին մարդկանց վրա, իբր բուժող դեղ, այդպես է վաճառվել։ Թեյի գթալով վաճառել են իբր բուժիչ դեղ տվել են մարդկանց։ Պատկերացնում եք, չէ՞ ինչ է եղել։ Եվ այս ֆոնի վրա, երբ որ արդեն հարուստները մտածում են, արդեն կոնկիստատորները, նվաճողները, պլանտացիայի տերերը մտածում են, որոշում են ինչ անեն, որի մեջ ամենատականքը աչքի են ընկնում անգլիացիք եւ պորտուգալացիք, ինչպես միշտ, որոշում են աֆրիկական մայրցամաքից ստրուկներ ներմուծել դեպի նոր մայրցամաք։ Ինչպես է կատարվում ստրուկների ներմուծում։ Վերցնում են նավերը, գնում են այնտեղ եվրոպական մի հատ փայլուն շերեփ, մի հատ կոճակ, մի հատ կտոր, տալիս են որևէ բոժդի աֆրիկյան ղեկավարի, նա սկզբում իր ցեղից մի քանի հոգու նվեր է տալիս։ Նվեր է տալիս, բայց այդ մի քանի հոգին մինչև հասցնում էին տեղ, կրկին ասենք մի 100 հոգի տարան, այդ 100 հոգին պետք այդքան մեծ արտադրություն չէր տալիս, չէ՞ որ աշխատանքը ստրուկի աշխատանք էր, նոր մայրցամաքում նրանց կերակրում էին օրը մեկ անգամ, ջուրը միշտ ծակավ էր լինում եւ նրանք աշխատում էին 18 ժամ, լավագույն ստրուկը ապրել է մինչև 8-ից 10 ամիս։ 1000-ից մեկ է եղել, որ ստրուկները 3-4 տարի ապրել են, շատ ծանր էր աշխատանքը։ Օրը աշխատել են ստաբիլ 18 ժամ ու շատ արագ եւ եղել են վերակացուներ, որոնք ծեծել են եւ միշտ քիչ են սնում տվել, որ ստրուկը լինի թեր սնված, որպեսզի իր դեմ դուրս չգա հեղափոխության։ Մոտավորապես հասկանում եք, չէ՞, սովա մոդիֆիկացված վիճակը Հայաստանի 32 տարվա իշխանության։ Միշտ սոված են պահել, որ մի կտոր 5000 դրամ գցեն կամ մի հատ նիկոլ կարտոշկա գցեն, գնան մի հատ բարև տան պաղպաղակ առնեն, սկսեն ընտրել։ Այսօր ավելի մոդիֆիկացված ձևն է աշխարհում։ Մինչև այսօր էլ տարբեր երկրներում կա, բայց մոդիֆիկացված ձևերից մեկը Հայաստանում։ Շարունակենք ուրեմն այս փաստը, որ արդեն աֆրիկյան մայրցամաքից հիմնականում ստրուկների ափ եւ այլն Կոնգո սկսեցին արդեն massայական ահռելի քանակությամբ մարդիկ անել, որովհետեւ ախորժակը բացվում է ուտելուց, այսպիսի խոսքը կա ու շատ ճիշտ է, սկսում են արդեն աֆրիկյան ղեկավարները, որոնք արդեն գնել են եվրոպական զենք դրա դիմաց, եվրոպացիները պայմանավորվել են, որ լավ զենք են գնում եւ սկսում են հարձակվել կողքի ցեղերի վրա, որոնց հետ պատերազմ են արել, նրանց տղաներին գողանալ, բերել հանձնել ստրուկ, տղաներին, աղջիկներին։ Եվ եվրոպացիք արդեն որ պորտուգալացիք միլիոններ էին աշխատում, պատկերացնում եք մի շերեփով 10 հատ մարդ են առել, մի կոճակով 5-10 հատ մարդ են առել, ու միայն բերում էին առողջներին, որոնք կարողանան են աշխատել հիվանդ, թույլ դրանց չէին ընդունում։
Եվ այսօր Սիերա Լեոնեում եւ շատ երկրներում աֆրիկյան կան այդ թանգարանները, որ աֆրիկյան ժողովրդիների մոտ առաջ ասում է սա որպես թանգարան է, որպես ուրախանալու, այլ տխրություն է հիշեցնում, որովհետեւ այդ թանգարանները եղել են առաջ գաղութներ, գաղութ ասելով բերդեր սևերի համար վերջնական կետ, որ մայրցամաքից արդեն պիտի նավանգստից տեղափոխեին այլ երկիր։ Եվ այդտեղ եղել են ղեկավարներ, դե պարզ է, մարդը տականքության հասնում է ամեն տեղ, որոնք օգտագործել են թե տղամարդկանց, թե կանանց սեռական ոտնձգությունների համար, ով չի հրաժարվել, միանգամից այդ բերդի պարսպից գցել են ծովը։ Իմիջիալոց, ինչպես արդեն պորտուգալացիք, որ դաժանությամբ աչքի են ընկել ամենաշատը, նրանք դե այսօր Պորտուգալիայի էլ, որ վերցնենք բնակչության մի մասը սևացել է հենց դրա խաթեր, սկսում են Բրազիլիա ներմուծել ահռելի քանակությամբ սև մարդկանց, ուրեմն ամբողջ այդ մի քանի տասնյակ տարվա ընթացքում ներմուծում են 12 միլիոն մարդ, որից միայն 6 միլիոնը Բրազիլիա սև։ Ինչ է կատարվում։ Մարդկանց, որպեսզի նրանց տեղ շատ չլիներ, շատ չզբաղեցնեն, նրանք ասում են, որ սևը իրավունք ունի կրել նավի մեջ այնքան տեղ, ինչքան որ դագաղի մեջ մահացած ժամանակ։ Այսինքն պատկերացնում եք, չէ՞ տեղ է եղել, որ այդ մարդիկ ոտու գլուխ պարկեցրել են։ Ճանապարհին ինչքան կմեռներ չէր մեռնի, դա նրանց չէր հետաքրքրում, քանի որ կար մեկ այլ տարբերակ, որ անգլիացիք էին օգտագործում ավելի դաժանորեն, նավը եւ ստրուկներին ապահովագրում էին բանկում եւ ճանապարհին եղել է որ մի դեպքի ժամանակ ֆիքսել են որ 100-ից ավել ստրուկ նետել են ծովը ոչ թե նրա համար որ սնունդը քիչ էր ոչ թե նրա համար որ նավը ծանրաբեռնված էր այլ որովհետեւ նրանք պետք է ստանային դրա դիմաց գումարը իսկ կանխիկ ստանալով ստրուկի դիմաց ապահովագրության գումարը ավելի հեշտ է քան դրանց հասցնել ապ վաճառել եւ այլն ավելի շատ է եղել չնայած որ այդ դատական գործը պարտվել է նա պատճառաբանել է իբր ջուր չկար հասնելով ապ տեսել են որ նավի մեջ մնացել է 1.5 տոննա ջուր մի խոսքով ծայրահեղ ծանր պայմաններ մարդկանց լույս չի թույլատրվել տեսնել ով մարդիկ այդ փոքր տեղը պիտի մնային եթե կեղտոտում էին ոտի տակ միանգամից ընկնում էին ծովը այսինքն Այսպես է եղել 12 միլիոն ընդհանուր առմամբ Անգլիայի եւ Իսպանիայի ներկրած տուրիստներից ուղիղ 1.5 միլիոնը մահացել են ճանապարհին։ Թե ինչքան են մահացել հիվանդությունից հետո արդեն թվերը պարզ են, քանի որ գաղութատիրությունը ընթացավ ամենաուժեղ եղեռնի տեսակներով, ինչպես թուրքերը Հայաստանը գաղութացնելուց նույն եղեռն են օգտագործել Սրա մեջ տարբերություն չկա կամ ռուսները թուրքերի հետ համատեղ հայերի կամ մյուս ազգերի, սա նույնն է։ Գաղութատիրությունը դա եղեռնի պատրվակ է։ Եվրոպացիները այդպես բերեցին նրանց բնակեցրեցին Ամերիկայի պլանտացիաներում։ Սկզբնական շրջանում պորտուգալացիները տեսեք, որ բերեցին Բրազիլիայի ափերը դեռ այդքան հետազոտված չէին։ Երբ որ իսպանացիները եւ պորտուգալացիները սկսեցին Անգլիայի հետ մեկտեղ արդեն զբաղվել շաքարի առևտրով, Ֆրանսիան տարածաշրջանում ինքը Եվրոպայի հզոր երկիր էր, բայց Ֆրանսիան էլ էր ուզում մտնել այդ բիզնեսի մեջ, ոնց որ այսօր նավթի մեջ է մտնում, բայց Ֆրանսիային ոչ մեկ չէր թողնում մտնել այդ բիզնեսի մեջ։ Ինչ պիտի աներ Ֆրանսիան, քանի որ այդ ժամանակ Իսպանիան ինչքան է թույլ լիներ, էլի ուժեղ պետություն էր, կայսրություն էր, Իսպանիան քանդվեց Նապոլեոնից հետո եւ սկսավ քիչ-քիչ թուլանալ կայսրությունը։ Մինչ այդ շատ ուժեղ էր Իսպանիան, ինչպես նաեւ Պորտուգալիան, ծովային գերտերություններ էին։ Անգլիան է նոր էր սկսել, դրա համար ինչ է անում Ֆրանսիան։ Ֆրանսիան երկար ժամանակ հետազոտում է ամերիկյան ափը, ոչ մի բան չի ստանում, բացի մի երկու հատից փոքր կղզիներից, որոնք Ամերիկայի Կարիբյան կղզիներում են, այդ փոքր կղզիներին ոչ մեկ շանտեղ չէր դնում, ասենք մի Երևանի չափ կղզի էր, նա ինչ պիտի աներ Բրազիլիայի նման 8.5 միլիոն քառակուսի տարածքի դիմաց, կամ ասենք հսկայական Մեքսիկայի կամ մյուսների, չէ։ Դրա համար թողնում են այդ, որպես հզոր երկիր, չէ, մի կղզու համար կռիվ չեն անում, բայց Ֆրանսիան չէր կարող որևէ բան անել, եւ տարածքում ամենաուժեղը հենց Հայիթի կղզին էր, որտեղ Ֆրանսիան ուզում էր ոտք դնել, ինչի համար, որովհետև նա հասկանում էր, որ ամենալավը այդտեղ տարածքը կլինի Հայիթի կղզին, որը գոնե իրեն կտա օգուտ։ Եվ շատ հետաքրքիր կերպով, որ արդեն բոլոր այդտեղ արդեն կային ծովահեններ, մի խոսքով իսպանացի, անգլիացիները բարդակ, միացել էին դրանց նաև հոլանդացիները, մյուսները, Ֆրանսիան օգտվում է առիթից եւ կա մի կղզի, շատ փոքր կղզի է, որտեղ կոչվում է մինչեւ այսօր էլ նույնիսկ նա Դոմինիկյան Հանրապետության կազմում է, կոչվել է ծովահենների կղզի, նա Ֆրանսիան բավական բարձր գնով ծովահեններից գնում է եւ օրինականացնում է գումարը։
Հասկանում եք, չէ՞, ծովայինի գողացած նրանց հետևից էլ այն ժամանակ ճիշտ է, հիմիկվա պես չէր, բայց ընկնում էր ոստիկանությունը եւ այլն, նա օրինականացնում է այդ մարդիկ արդեն ինչն էր նպատակը, գողանան, գնան Ֆրանսիա հանգիստ ապրեն, չէ՞, կամ որևէ եվրոպական երկիր։ Դա էլ անում են։ Եվ օգտվելով այդ կղզուց, օգտվելով Իսպանիայի այլ տարածաշրջաններ գնալով նոր տեղեր գրավելու Ամերիկայում եւ այլն, ինչպես նաեւ Ասիայում, Աֆրիկայում տարածքներ գրավելուց, Իսպանիայի այդ մի թեթև պատերազմից հետո փոքրիկ նա իրեն է վերցնում Դոմինիկյան Հանրապետության այսօրվա տարածք, այսինքն Հայիթի կղզու կեսը։ Մի մասը Հայիթի պետությունը մնում է Իսպանիային, մյուսը մնում է Ֆրանսիային։ Իսկ Դոմինիկյան մասում, որ ոչինչ չէր արել, այն ժամանակ իսպանացիները գրավել են, մի քանի ստրուկ էին հանել, ոսկի չկար, բան չկար, ասում են հալա դե թող տանի մի Ֆրանսիան, հա, մենք ավելի հսկա տարածքներ ունենք եւ Ֆրանսիան կատարում է մի հետաքրքիր աշխատանք, նա արանքը ինքը սկսում է ստրուկներ ներմուծել տարբեր տարածքներից եւ քանի որ նա նույնպես Ամերիկա մայրցամաքում գաղութներ ուներ, ֆրանսիական Գվինեան էր, բայց նա պիտանի չէ շաքարի համար, որովհետեւ շատ խոնավ է, նա գրավել էր Ամերիկայի Լուիզիանա, համարյա այսօրվա Ամերիկայի մոտավորապես 30% նահանգների, Լուիզիանան իր գաղութներ եւ Ֆրանսիայի Քվեբեկը։ Այստեղ նա արդեն անցել էր այն этапին, որ ստրուկներ էր բնակեցրել, ուրեմն ամենաշատ ստրուկ ուներ նա, այդ ժամանակ ամեն 4-րդ մարդը Լուիզիանայի ստրուկ էր։ Եվ նա այդ ստրուկներին արագ ներմուծելով փոքրիկ Դոմինիկանա, իմիջիալոց Դոմինիկանան այսօր երկու Հայաստանի չափ տարածք է, մոտավորապես 60,000-ը 50,000-ը, այդքան տարածք է, մեծ չէ։ Մի խոսքով Դոմինիկան, որոնք ոչ մեկ ուշադրություն չէին դարձնում, Ֆրանսիան կոնկրետ դրեց հարցը նրա վրա, որ Դոմինիկանան դառնա հզորագույն շաքարի արտադրող, քանի որ Լյուդովիկոս 14-րդը ամենացոփ ու շվայտ կայսերն է եղել, միշտ նա ուղեկցել է 2-ից 4,000 հոգանոց շքախումբ, որը միշտ ուրախացել է ամենաշատ փողերով կայսրության, եւ նրանք փորձում են այս գաղութը դարձնել շաքարի համար մեկ գաղութը աշխարհում։ Եւ գալիս է ժամանակ, շատ կարճ ժամանակահատվածի ընթացքում միայն Դոմինիկյան Հանրապետությունը տալիս է աշխարհի շաքարի 56-ից 60%-ը, պատկերացնում եք, չէ՞։ Ու սկսում են Բրազիլիայում, Պորտուգալացիք եւ այլն սկսում են խառնվել իրար, այս ոնց եղավ մեր ձեռքից դուրս եկա։ Եվ Ֆրանսիայի ոչ ուղղակի ուղղորդմամբ շատ գեղեցիկ կերպով հոլանդացիները, որոնք ծովային ամենամեծ պետությունն էին, այդ ժամանակ նավատորմը հզոր էր, նրանք նույնիսկ մի պահ կրվում էին ամբողջ Եվրոպայի դեմ, հոլանդացիները շատ գեղեցիկ կերպով նվաճում են բրազիլիական մասից Սուրինամը, այսօրվա Սուրինամը, որտեղ շաքարեղեգի էլի պլանտացիաներ կան։ Այսինքն Բրազիլիայում սկսում է շաքարը մի քիչ խարխլվել, նրանք ոչ թե զբաղեցնում են արդեն աշխարհի մեծ մասը, 80-90%-ը, այլ զբաղեցնում են 40-30%-ը, չնայած էլի կան։ Ամերիկայում էլ պլանտատորները անցնում են շաքարի մշակման գործին։ Ուրեմն աշխարհում սկսվում է շաքարի ահռելի քանակությամբ 1,000-1500%-ով տարեկան աճ։ Այսինքն այսպես վերցնենք, եթե 17-րդ դարի սկզբին ուշադիր լսեք, ինչ հետաքրքիր է։ 17-րդ դարի սկզբին համարյա կեսից անց, երբ որ Եվրոպան սկսում է շաքար ներմուծել 1608-ից 10-15-20 թվականներին սկսում են շաքարը ներմուծել, հասնում է շաքարի արտադրությունը ամբողջ աշխարհում մոտ 400 տոննայի։ Իսկ 18-րդ դարում արդեն հասնում է 25 միլիոն տոննայի։ Հետո 1930-ական թվականներին արդեն 150 միլիոն տոննայի։ Պատկերացնեք, չէ՞, ինչպիսի աճերը գոյություն ունի։ Եվ դրանց գումարները իմ ասած թվերի հանդեպ, եթե 400 տոննայից միանգամից 25 միլիոն է դառել, պատկերացնեք ինչքան մարդկային ուժ, արյուն եւ ինչ է կորցվել, որպեսզի այդպիսի արտադրությունը հասնի Եվրոպային, հասնի զարգացած երկրներին կամ ցանկացած երկրին, ցանկացած մարդու, ով ունի շաքարի կարիք։ Այս շաքարի կարիք բոլորը ունեն, քաղցր սննդի կարիք բոլորն են ընդունում։ Նույնիսկ շաքարով հիվանդ իրեն թաքուն գնում շաքար է ուտում, դա բնական է, որովհետև քաղցրի հաճույքը ամենալավն է։ Ոչ մեկ թաքուն չի գնում աղուտում կամ թաքուն գնում կծու ուտում, բայց թաքուն շաքար գնում ուտում են, որովհետև ամենալավ հաճելի, քիմքին հաճելի ամենալավ բանն է։ Իմիջիալոց, երբ որ սկսում են արդեն հսկա, արդեն մեծ իրար մրցակցությունները շաքարի համար, Անգլիան կարողանում է նաև Ասիայում մի փոքր շաքարային գործ դնել, որը ուղղում է դեպի Հնդկաստանի կողմ, որտեղից էլ կարողանում է հնդկական շաքարը արդեն անգլիական նավերով հասնել Եվրոպա։
Բայց քանի որ Ֆրանսիան տիրում էր ընդհանուր իրավիճակին, տեսեք ինչ եղավ։ Անգլիան անընդհատ ուզում էր Ֆրանսիային վտարել Ամերիկայից, Հյուսիսային Ամերիկայից, եւ բոլորս այս մասին գիտենք, եթե չգիտեք, ես կասեմ ձեզ, որ Հյուսիսային Ամերիկայում Քվեբեկի եւ Լուիզիանայի ֆրանսիական մասը արանքը ընդունելով պատերազմի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ պետության արդեն նահանգների անկախության ընթացքում, երբ որ Ֆրանսիան օգնեց Միացյալ Նահանգները անկախանա Անգլիայից, նաև նրանք Անգլիան էլ իբր թե վնաս տվեց Ֆրանսիային օգնելով, որ Լուիզիանան Ֆրանսիայի ձեռքից դուրս թռնի պայմանագրով եւ մտնի հետագայում անգլիական ուղղության երկրների մեջ, որ իրականում եղավ Ֆրանսիայի դրած դանդաղ աշխատանքային, դանդաղ օգտագործման ռումբը Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Անգլիայի տակ, հիմա դրա մասին կխոսեմ։ Դե Լուիզիանան բավական մեծ, մոտ 3-3.5 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք է, Ամերիկայի, ասում եմ, կես այսօրվա Ամերիկայի չհաշված այլևս կան։ Այդ տարածքը շատ հեշտ կերպով Ֆրանսիան զիջեց եւ այնտեղից ովքեր կային պլանտատորներ մնացին, հարավային ափը, որտեղ գերմանացիք են, դե Նյու Յորքը հոլանդացիք են, սրանք մնացին, ովքեր որ զբաղվել էին շաքարով, նրանք անկախությունը եւ արդարությունը, ստրուկների իրավահավասարությունը չընդունեցին։ Նրանք եկան հարավային մարզեր, որից հետո եղավ ամերիկյան քաղաքացիական պատերազմը հյուսիսի եւ հարավի մեջ, այսինքն այն փողատերերը, որոնք շաքարով փող էին աշխատում, նրանք չեկան հարավ։ Ինչ կատարվեց Դոմինիկայում։ Դոմինիկյան հանրապետությունում այսօրվա ապրում էին մոտավորապես այն ժամանակներով 28,000 սպիտակ, մոտավորապես 15-16 հազար խառնածին, հնդկացի եւ այլ եւ կես միլիոն սև։ Բայց քանի որ սկսվեց այնտեղ, որ Ֆրանսիան արդեն հեղափոխության եղավ, հայտարարեց հավասարություն, մաշկի գույնը կապ չունի, բոլոր գաղութները, ինչպես եւ Իսպանիայում դա եղավ ժամանակին, բոլոր գաղութները, գաղութի հարուստները դեմ դուրս եկան պետությանը, որովհետեւ դա ցույց տվեց, որ իրենց փողերին վնաս է, այսինքն դու եթե Իսպանիայում անկախություն ես տալի, ես չեմ ուզում Բրազիլիայում, Արգենտինայում կամ Դոմինիկայում կամ Կուբայում անկախություն տա։ Հասկանում եք, չէ, եւ դրա համար շատ օրենքներ, որ դուրս եկավ արդեն ստրուկներին ազատություն տալու, դեռ երկար ժամանակ թաքուն է պավել ստրուկներից, նույնիսկ Ամերիկայում, նահանգներում երկար ժամանակ, ել չեմ ասում Բրազիլիա, մինչև 1900-ականներ հասել են, թաքուն են պահել, չեն ասել, որ ստրկությունը վերացել է։ Եվ շատ ստրուկներ վախից, որ չգիտեն ինչ անեն, դուրսն են մնալու առանց հաց, ստրուկներ նույնիսկ միացել են այդ հարուստներին։ Նմանա չէ այսօրվա Հայաստանի ստրուկներին, որ գոռում են Քոչարյան, Արի կամ Նիկոլ, դու ես Աստվածը, որպեսզի կարողանան հաց ուտել, այսինքն անգրագիտությունը, սովը, չքավորությունը բերում էր այդ մարդկանց այն վիճակին, որ անկախության հետ նրանք չգիտեին ինչ անեին։ Եղել են հազարավոր դեպքեր, երբ ստրուկին տվել են անկախություն, գնաց անկախությունը վաճառել է կոպեկով դիմացի մարդուն։ Գնաց է զորով ստրուկ է մտել, ասել է ես չգիտեմ անկախության հետ ինչ անեմ։ Թե Ամերիկայում, թե Կարիբյան կղզիներում, թե Հարավային Ամերիկայում։ Իմիջիալոց այս ընդհանուր իրավիճակի վրա, որ տեսնում է արդեն դուրս են գալիս, Ֆրանսիան երեկվա թշնամին դառնում է այսօր բարեկամ։ Ֆրանսիան տեսնում է, որ չէ, իրեն սպիտակներն են իրեն դեմ դուրս գալիս, զենքը տալիս է սևերին եւ սևերը սկսում են ջարդել տեղի սպիտակներին, որոնք դուրս են գալիս Ֆրանսիայի դեմ, որովհետեւ անկախություն են ուզում։ Ֆրանսիայից ուզում են այդ գաղութը անկախանա։ Եւ սևերը անկախացում են Դոմինիկյան գաղութը, նրան ղեկավար է լինում, ֆիկտիվ կոչվում է Դոմինիկյան Հանրապետություն Ֆրանսիայի կազմում, նրա ղեկավարը սև այդ ղեկավարը ազգությամբ Աֆրիկայից էր, սևեր, Նապոլեոնին նամակ է գրում, որ սևերի մեջ առաջինի նամակը, սպիտակների մեջ առաջինին, պատկերացնեք, Նապոլեոնն է գոռոզ աշխարհը տիրել է, այդպիսի նամակ ստանում իր գեներալներին թաքուն հրաման է տալիս, գնացեք բանակցության, բայց այդ գրագետ սևը ինձի պետք չի, սպանեք, պրծեք։ Գալիս են բանակցության, սևին սպանելու ու լինում է հակառակ պրոցեսը, սևերը դուրս են գալիս, այն մնացած 3000-ին էլ են ջարդում։ Սա հանդիսանում է մի տարբերակ, սա հանդիսանում է մի օրինակ, որ շատ սպիտակներ արդեն սկսում են վախենալ սևերի ուժից, քանի որ նրանք շատացել են եւ կարող են իրենց դեմ դուրս գալ։ Փոքրինչ փորձում են մեղմել ընդհանուր իրավիճակը, ոչ 100%, այլ փոքրինչ, ասենք, նրանց անկախություն է շուտ-շուտ սկսում տրվել, սկսում են փող տալ, կոպեկ տալ խաբելով, ասենք, չնչին կոպեկ են տալիս, իբր դու անկախ ես, կարող է ինքը գնալ հետ գալ։ Ինչու, որովհետեւ դրանից առաջ օրենք է ընդունվել բոլոր Ամերիկայի տարածքում, որ հնդկացիներին իբր թե որ նվաճել եք իրենց երկիրը, նրանք ազատ են այդ երկրում։ Հնդկացիներին չնայած էլի են բերել զորով, իբր հանցագործություն են փաթաթեվսին բերել են նորից ստրկության, մատնել են դատից հետո։ Իրական նպատակը նա է եղել։ Նախ հնդկացիները անտառներում չգիտեն ինչքան մարդ կա, երկրորդն է փախած հնդկացին, արդեն
միանգամից դեմ դուրս կգա պլանտատորներին։ Դրա համար հնդկացիները մի փոքր հանգիստ։ Իսկ սևին ինչի են շատ բերել Աֆրիկայից, որտեղ սևերը փախնելու տեղ չգիտեին որտեղ է լեզու, չգիտեին իրենք որտեղ են մարդիկ անգրադե տառաճանաչ չեն եղել։ Չեն իմացել ուր պիտի փախնեն։ Դրա համար սևերին ընդունելը ավելի հեշտ էր։ Դրա համար տեսակարար կշռը սևերի մայրցամաքում ավելի շատ էր, քան մյուսներին է։ Չնայած հետո, ուրեմն Բրազիլիայի մինչև անկախության ժամանակ Բրազիլիայի բնակչության 70%-ը լինում են սև, աֆրիկացի։ Չնայած հետո որ անկախությունից հետո արդեն process-ները ուրիշ գնացին, որ մտավ արդեն ուրիշ տնտեսական Եվրոպայից միգրանտները համաշխարհային եկան, սպիտակների տեսակարար կշռը շատացավ։ Հիմնականում այդպես է եղել։ Ինչ կատարվեց դրանից հետո, երբ որ անկախացավ Դոմինիկյան Հանրապետությունը, Ֆրանսիան էլի կայսրություն էր։ Նա փորձեց սահմանել նրա հանդեպ էմբարգո, այսինքն Դոմինիկյան ապրանքը չթույլ տվեցին գա դեպի արևմուտք Եվրոպա եւ այլն, Դոմինիկայում սկսվեցին քաոս, շաքարի գինը ընկավ, սկսեցին իրար մեղադրել, մի խոսքով անընդհատ իրար մեջ ազգամիջյան կռիվներ, մի խոսքով Դոմինիկան քանդվեց ընդհանուր պետական համակարգը եւ մնաց աղքատ մինչեւ 1980-ական թվականները, մինչեւ այնտեղ Ամերիկան վերցրեց իր ձեռքի տակ։ Պատկերացեք, մոտ 200 տարի այդ երկիրը այդպես է խառնել։ Իսկ Հայիթի մինչեւ այսօր Հայիթին այդ վիճակում է, չի դուրս գալիս այդ վիճակից։ Չնայած նրանք էլ հեղափոխություն արեցին, վտարեցին իսպանացիներին եւ սևերի իշխանությունը մինչեւ այսօր դուրս չի գալիս։ Այսինքն սա ինչ է ասում։ Սա ասում է այն ցավոտ փաստի մասին, որ եթե մարդը փորձում է անկախություն վերցնել, եթե մեծերը չեն ուզում, նրան դատապարտում են ցմա սովի ու մավը։ Ցմա։ Հիմա անցնենք մեկ այլ պահի, քանի որ եկավ արդեն անկախություն, եկավ հավասարություն եւ այլն, այս ֆիկտիվ բաները, Ամերիկան էլ ուներ արդեն շաքարի արտադրության շատ տարածքներ, բայց տարածաշրջանում Աշկի ընկած պետությունը այն ժամանակ որ շատ չէր աշկի ընկել, ես ինձ մեծ ինչ որ առավելություն չուներ, մանավանդ Իսպանիայի համար, դա եղավ Կուբա։ Իսկ ամերիկյան պայմանագիր կնքեց Կուբայի հետ, ըստ որի նրա 20%-ը շաքարի առևտրի պիտի պատկաներ Ամերիկային։ Եվ Ամերիկան փորձեց մեծ ներդրումներ ցույց տալով Կուբայում իբր նոր մոդեռնիզացիա է անում, ներդրումները կատարեց, իրականում ոչինչ չկատարեց, ուղղակի փողը վերցրեց, պլանտատորների հետ լցվավ Կուբա։ Լցվեց Կուբա ու սկսեցին նույն ձևով ձեռքով Կուբայում աշխատանքը, այսինքն ոչ մի տեխնիկական ոլորտ չեղավ։ Ու Կուբայում սկսեց մի հետաքրքիր process։ Պետությունը դառավ Ամերիկայի ամենազարգացած պետություններից մեկը, նույնիսկ եվրոպականի չափ, ամենաշատ մեքենա նրանք ունեին, ամենաշատ լավ տունը նրանք ունեին, բայց ունեին միայն մայրաքաղաքում։ Այսինքն ապրում էր Հավանան, գյուղերը բոլորը սով էին։ Սա էր պատճառը, որ իհարկե Խորհրդային Միության միջամտությամբ հետո եկան Ֆիդել Կաստրոն, Չե Գևարան եւ արեցին հեղափոխություն։ Ուրեմն երբ որ եկավ Բատիստան, ուրեմն Բատիստայի իշխանությունը որ եկավ, ԱՄՆ-ն իբր արեց ժողովրդավարական հեղափոխություն, որ իշխանության կան դեմոկրատներ, հանրապետություն եւ այլն, որի ղեկավար դուրս եկավ Բատիստան։ Սակայն Բատիստան Նիկոլ դվա շատ շուտ խաբեց երկիրը, Նիկոլ երկրորդն է։ Խաբեց երկիրը եւ 1 տարի հետո հասկացան, որ Բատիստան եկել է ոչ թե օգնելու, այլ եկավ թե մինչեւ այդ 20%-ները ԱՄՆ-ի ձեռքը եկավ, 70%-ը տվեց ԱՄՆ-ին։ Հասկանում եք, չէ՞։ Իբր եկավ ժողովրդին փրկելու, հակառակը արեց, 70-ը տվեց Ամերիկային։ Չնայած Ֆիդել Կաստրոյի գալուց հետո Բատիստան փախավ Ամերիկայի իր ամբողջ ռեժիմի հետ միասին, Ֆիդել Կաստրոն ինչ արեց, Խորհրդային Միությունը ֆինանսավորել էր, որ Ամերիկայի դեմ որևէ երկիր լինի, Ֆիդել Կաստրոն եկավ մի երկրի վրա, որը շաքարով աշխարհում առաջի տեղն էր, եթե ոչ երկրորդ։ Այս Խորհրդային Միությանը պատերազմից հետո շատ էր պետք շաքար, քանի որ ամբողջը ավերված էր, ինչքան է Ուկրաինան շաքարի ճակնդեղ Հայաստան, Ռուսաստան անում են, ավերված էր շաքարի պահանջը մեծ էր, Խորհրդային Միությունը հսկա երկիր էր 200, այդ ժամանակ 220 միլիոնանոց։ Եվ ստիպված եղավ Խորհրդային Միությունը ժողովրդի բերանից կտրել եւ շաքարը գնել Կուբայից 2.7 անգամ ավել, ինչ որ միջազգային շուկայում, ինչեւ որ իր կոմունիստ Կուբան մնա։ Բայց երբ որ սկսեցին Ֆիդել Կաստրոն եւ Չե Գևարան, որ բանկի նախագահն էր Կուբայի, եկան իշխանության, նրանք տեսան, որ այսպես չի տնտեսությունը պահվում, քանի որ ամբողջ պետության մեջ տնտեսությունը ձեռքով է կատարվում շաքարը։ Եւ կան նկարներ, որ ցույց է տալիս, որ Չե Գևարան Կիրակի օրը դուրս էր գալիս պլանտացիաներ մարդկանց հետ ձեռով աշխատելու։ Եվ ինչ արեց այս հիմքում արևմուտքը կորցնելով Կուբան ընկավ մի հատ մեծ քաոսի մեջ, մինչեւ Խորհրդային Միության քանդելը բոլորս գիտենք ինչ աղքատություն էր, որովհետև մեր օրերում է եղել, ինչպիսի տալոնային process էր,
Մարդը հասնում էր օրը 1 ձու, ես իմ 100 գրամ հաց, մի խոսքով երկար ժամանակ Կուբան շատ սոված վիճակում էր, հիմա էլ այն չի, ուղղակի ԱՄՆ-ն որ էմբարգոն հանեց, մի քիչ տուրիստը գնացին, լավացավ, բայց դե Կուբան էլի մնում է սոված երկիր Կուբա։ Այսինքն այն երկիրը, որը տարին 12 ամիս ունի ծովափներ, այն երկիրը, որը ունի շաքարեղեգի հսկատեղ, ունի անտառներ, ունի հազարավոր կիլոմետրեր կուրորտներ, այսօրվա դրությամբ աշխարհի վատից մի քիչ լավ ապրող երկրներից է։ Այսինքն ասածս իմաստն ինչն է, նաև որ եվրոպացիները արևմուտքը կարողանում են այնպես անել, որ լավագույն արտադրող երկիրը լինի վատը։ Հիմա ասենք, երբ որ այս արդեն շաքարի տենդենսը գնաց, ամեն երկիր սկսեցին ալտերնատիվ մշակել, Հնդկաստանը սկսեց այլ կերպ ստանալ, Ասիայում ուրիշ ձև ստանալ, արդեն շաքարը դառավ հասանելի բան մարդկանց համար, ճիշտ բնականաբար, գինը ընկավ։ Եվ եկավ մի պահ, որ աշխարհի վրա կար մեր տեղ, որտեղ շաքարը դեռ այդ երկրամասը չէին գաղութացրել ահավոր ձևով, դա Հավայան կղզիներն էր։ Իմիջիալոց ասեմ ձեզ Հավայան կղզիները դա հենց Խաղաղ օվկիանոսի կենտրոնում է, ինչպես եկան ամերիկացիք, առաջի եկած նավերին նրանք դիմավորեցին քարկոծելով, խփելով եւ այլն, չնայած ամերիկացիք կարողացան տեղի իշխանության հետ փողով գնել իշխանությանը, սկզբում փողով գնում էին իշխանությունը, նրանց ասում էին, որ դուք մեզ վաճառեք ինչ որ արտադրում եք, հետո շատ գեղեցիկ կերպով մտավ բանկային օրենքը, որի ընթացքում կարողացան երկիրում 3 մասի բաժանել՝ 30% իշխանության, 30% մասնավորին, 30-ը տեղի բնակիչներին, 30-ը բանկով, ով որ չի կարողացել տոկոս փակել դրան։ Այսինքն հասկացաք, չէ, 30% փայ մտան պետության մեջ։ Բայց մինչև նրանց գալը Հավայան կղզիները մի գողտրիկ անկյուն է, այսօր էլ գիտեք, լավագույն կուրորտներից մեկն է, Հավայան կղզիներում ապրում էր 120,000 մարդ։ Նրանց գալուց հետո, դաժանություններից հետո եւ արհեստական խոչընդոտներ ստեղծելուց, ես իմ դատել, ճանապարհին սպանելուց հետո, որ հողը գրավեն, տեղի բնակչությունը մնաց ընդամենը 8,000։ Եվ ամերիկացիներ շատ արագ կերպով սկսեցին այն ժամանակ Ճապոնիան այդպիսի հարուստ չէր, Կորեան, Ճապոնիան, Չինաստանից ներմուծել մարդկանց։ Եվ ընդամենը մի քանի տարվա մեջ մոտավորապես 600,000 ճապոնացի ու չինացի, կորեացի ներմուծեցին այդտեղ աշխատելու համար։ Իմիջիալոց ասեմ ձեզ, որ կա մի փոքր նյուանս այդ պատմության մեջ, որ կղզիներից մեկը ռուսները փորձում են հաստատել իրենց գուբերնատորства, գեներալ, բայց շատ արագ ձեռքներից թռնում է, քանի որ Ամերիկայի եւ Անգլիայի զորքերի մոտ էր, նրանք նույնիսկ Ալյասկան չկարողացան պահել, շատ շուտ վերանում է դա։ Եվ ինչ է կատարվում այստեղ նույնպես անցնում է շաքարի process-ը, անցնում է նույն process-ը, Ամերիկան նորից իր տեղափոխում է իրեն փողատերերին, ինչպես ասենք, պլանտացիա տերերին այստեղ, տեսնում եք, չէ՞ ինչ է կատարվում, պլանտացիա տերերը ունեն մի ընդհանուր գաղափար, կապ չունի թե որտեղ են ապրում, լուսնի վրա, կարևորը լինի իրենց գործը եւ անեն, ինչպես նավթատերները, կարևորը նավթը հանեն, կապ չունի ում կսպանեն, որտեղ կսպանեն, ինչքան կմեռնի, չի մեռնի, նրանք փողի տերերն են։ Եվ այս ամբողջ ընդհանրացնելով, որ այսօր աշխարհը հասել է շաքարի ինչ ճանապարհով, հիմա արդեն մոդեռնիզացված է, շատ են ստանում։ Իմիջիալոց ասեմ ձեզ, որ այն ժամանակ ստանում էին կեղտոտ շաքար, այսինքն կեղտոտ շաքարը ո՞րն է։ Ոչ մաքրած շաքար, որ մենք հիշում եք Խորհրդային Միության ժամանակ ունենք այն ամուր շաքարները, դրանք ավելի որակով էին, որ գալիս էին։ Հիմիկվա շաքարը, որ ավելի մաքրած է, ինչքան շաքարը մաքրած է, սրա հանդեպ նաև պետությունները մեծերը արել են իրենց գործը, ես սա էլի կկապեմ այսօրվա հրեական ղեկավարների հետ, քանի հրեաների հետ, որոնք են տիրում եւ Ամերիկայի եւ աշխարհի դեղերին հիմնականում, մաքուր շաքարից շատ շուտ ստանում են շաքարային դիաբետ, իսկ այսօր ցավոք սրտի աշխարհի բնակչության 1.5 միլիարդը ունի շաքարային դիաբետ։ Այսինքն այն ինչ որ մարդիկ պայքարում էին դարերով այդքան զոհերի գնով, որ իրենց քիմքին հաջող լինի, դա նաև հարված եկավ, որ մյուս մասին էլ հասցնեն հիվանդության։ Այսինքն, տեսեք, ես հիմա համեմատում եմ Հայաստանի հետ, այն ժամանակ, տեսեք, կլինի Ադրբեջանի նավթի պատմությունը, մյուսը, սա ընթացքի մեջ է, որովհետև ցանկացած ժամանակ, ինչ որ մի տեղամասում, ինչ որ մի ռեսուրսի օգուտ քաղելուց, բոլորին թվում է, թե լավ է լինելու, բայց իրականում լինում է ավելի վատ։ Օրինակ կվերցնենք Նաուրու պետությունը, որը 20 քառակուսի կիլոմետր է, եթե չգիտեք, շատ փոքր է, Օվկիանիայում է, այդ պետությունը մինչև 1980 թիվը արտադրում էր ֆոսֆոր, իսկ ֆոսֆորը, բնական ֆոսֆորը շատ քիչ հանդիպող նյութ է, իսկ այնտեղ էին
գալիս թռչունները, որոնց կեղտից ստացվում է այդ ֆոսֆորը, եւ Նաուրուի բնակչությունը մինչեւ 1980 թիվը աշխարհում առաջի տեղն էր իր ապրելակերպով, եւ այդ պետությունը, այդ 20,000 մարդը տառապում են գերությամբ, բոլորը շատ չաղ են, որովհետեւ ոչինչ չէին անում, այդ ֆոսֆորը հավաքվում, ծախվում էր, բոլորը դրանից ահռելի գումարներ էին ստանում, բայց երբ ֆոսֆորը պրծավ արդեն, Նաուրուն ընկավ միլիարդավոր պարտքերի տակ եւ հիմա նրա ամեն ինչը պատկանում է Ավստրալիային, տնտեսության վիճակը ճիշտ է, ընդհանրապես մի կղզի է Ավստրալիայի համար 20,000 մարդով, բայց պատկերացնեք պետությունը իր դեմքը կորցրեց։ Պետությունը կորցրեց իր դեմքը, ամեն ինչը որ ուղղակի ապրի։ Այսինքն նույնն էլ կատարվել է ցանկացած պետության, կլինի Կուբան, մյուսը։ Նույնն էլ սպասվելու է Ադրբեջանին, նույնն է սպասվելու է Թուրքիային։ Հիշեք, ցանկացած ժամանակ որևէ պետություն բարձրանում է ինչ-որ հարցով եւ ընկնում է։ Իսկ այն պետությունները, որոնք կեղտոտ են խաղացել խաղը, միշտ նրանք պատժվում են չարաչար։ Այլ կերպ ասած, այսօր չէր լինելու, ասենք Ասորեստանի կործանում, կամ Մարաստանի կործանում, կամ Հիտլերյան Գերմանիայի կործանում, կամ խորհրդային կայսրության վերացում եւ այսպիսի շատ երկրներ, Օսմանյան կայսրություն։ Հասկանում եք, վերանում են նրանք, ովքեր ունենում են կյանքի կեղտոտ ճանապարհ, կամ Պորտուգալիայի նման հսկայական Պորտուգալիան 3 Հայաստան տարածք է, իր բնական տարածքը նա զբաղեցնում էր աշխարհի մոտավորապես ինչքան 10 միլիոն, 12 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք գաղութներով։ Պորտուգալացիքի տված վնասը աշխարհին վատագույններից մեկն է, որովհետև ամենաառաջինը եւ ամենաշատը մարդասպանության, ստրկության, ստրկավաճառության գործը արել են պորտուգալացիները։ Էլ չասեմ նրանց տված վնասը հայերին Հնդկաստանում եւ Ինդոնեզիայում։ Այս մասին ես հաղորդում ունեմ, հետո էլի կանրադառնամ։ Ահա այսպիսի հետաքրքիր պատմություն բովանդակալից շաքարի մասին, հարգելիներս, որպեսզի իմանաք ամեն օր ձեր սեղանին դրված շաքարը ինչ ճանապարհ է անցել, ինչ կյանքի, քանի միլիոնավոր մարդկանց կյանքի կին է եւ վերաբերվեք ձեր գնաց, ցեկուս ձեր փող տված կապ չունի, հեշտ է եկել եւ դժվար, ձեր փող տված ապրանքին ավելի վերաբերվել ավելի հարգանքով, քանի որ դրա մեջ կա մարդկային ձեռք, մարդկային աշխատանք եւ դրա համար մահացել են միլիոնավոր մարդիկ։ Հարգեք ամեն ինչը, ինչ ձեր շրջապատում կա։ Հարգեք ձեր երկիրը, հարգեք ձեր շենք կառուցողը, մի գոռացեք հավաքարարին, ես սա ասում եմ, որովհետեւ տեսել եմ, այ ավելանող կամ բան, ամեն մարդ իր գործն է անում։ Բոլոր գործերը հարգվում են, անկախ նրանից նախագահ է, թե զուգարան մակրող է աշխատում կանալիզացիայի եսիմ խողովակաշարում։ Փորձեք հարգել միմյանց, որպեսզի ունենանք լավ սերունդ, դաստիարակեք լավ ապագա։ Այսքանով մաղթում եմ ձեզ ստեսություն, լավ օր, սահմաններին խաղաղություն, իսկ մեր արտաքին ու ներքին թշնամիները մինչև վերջին սերունդը պատժվելու են։ Ամեն։